Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, սա մայր օրենք է եւ այսպիսի օրենք մենք չունենք այս պահին, ներդրումների մասին օրենք Հայաստանի Հանրապետությունում չկա եւ առաջին անգամ է ներկայացվում այս օրենքը եւ այդ առումով խնդրեմ առանձնահատուկ ուշադրություն դարձնել, որովհետեւ սա մեր բարեփոխումների կարևոր փուլերից մեկն է եւ այս նախագծով մենք ներդրումների պաշտպանության համակարգ Հայաստանի Հանրապետությունում փորձում ենք բոլորովին նոր մակարդակի բարձրացնել։ Նշեմ, որ նախագծի նպատակն է ամրագրել ներդրումային հարաբերությունների ժամանակակից պահանջներին համապատասխան իրավական հիմքեր, ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա ներդրողների համար։ Նշեմ, որ ներկայումս գործում է օտարերկրյա ներդրումների մասին օրենքը, որը ընդունվել է դեռևս 1994 թվականին եւ բնականաբար չի ապահովում ներդրումային գործընթացի ժամանակակից պահանջներին համարժակ ամբողջական կարգավորում։ Նախագծի կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ նախագծով սահմանված կարգավորումները տարածվելու են ոչ միայն օտարերկրյա, այլ նաև տեղացի ներդրողների ու ներդրումների վրա, եւ գիտենք, մինչդեռ արդեն իսկ պարզ է, որ ներկայումս գործող օտարերկրյա ներդրումների մասին օրենքը տարածվում է միայն օտարերկրյա ներդրողների ու ներդրումների վրա եւ չի կարգավորում տեղացի ներդրողների հետ կապված հարաբերությունները։ Այսպիսով, նախագիծը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում ներդրումների իրավական հիմքերը, ներդրողների եւ նրանց ներդրումների նկատմամբ կիրառվող ազատությունները, երաշխիքները եւ ներդրողների իրավունքները եւ այդ իրավունքների պաշտպանության կառուցակարգերը, ներդրողների պարտականությունները, ներդրումային խթանների իրավական հիմքերը, տրամադրման սկզբունքներն ու վարչարարությունը, Հայաստանի Հանրապետությունում ներդրումային քաղաքականության ինստիտուցիոնալ շրջանակը։ Նախագիծը սահմանում է խտրականության բացառման երաշխիքը իր երկու հայտնի բաղադրիչներով՝ ազգային ռեժիմ, ըստ որի օտարերկրյա ներդրողներն ունեն տեղացի ներդրողներին հավասար իրավունքներ, ազատություններ եւ պարտականություններ եւ առավել բարենպաստության ռեժիմը, ըստ որի Հայաստանի Հանրապետությունում բոլոր օտարերկրյա ներդրողները համանման հանգամանքներում ունեն հավասար իրավունքներ, այսինքն օտարերկրյա ներդրողն իրավունք ունի ակնկալելու Հայաստանի Հանրապետությունից այն նույն բարենպաստ վերաբերմունքը, որը Հայաստանի Հանրապետությունում կիրառվում է որևէ այլ օտարերկրյա ներդրողի նկատմամբ։ Բացառություն նախատեսված է միայն միջազգային պայմանագրերի հիման վրա ստեղծված մաքսային միության, ազատ տնտեսական գոտու, տնտեսական միության, միասնական շուկայի, հարկային ռեժիմի կարգավորումների եւ այլ միջազգային պայմանագրերի մասով։ Նախագիծը սահմանում է ներդրողների եւ ներդրումների պաշտպանության երաշխիքները, ներդրումների իրավական դաշտի թափանցիկությունը եւ կայունությունը։ Նախագիծը սահմանում է այնպիսի երաշխիքներ, ինչպիսիք են կապիտալի եւ գույքի ազատ տեղաշարժն ու փոխակերպումը, հողի նկատմամբ սեփականության եւ այլ գույքային իրավունքները, աշխատողներ վարձելու երաշխիքները, վեճերի լուծման մեխանիզմները, արդարադատության մատչելիությունը եւ այլն։ Եվ չնայած նրան, որ նախագծում ամրագրված մի շարք իրավունքներ արդեն գոյություն ունեն այլ իրավական ակտերով, այնուհանդերձ նախագծի նպատակներից մեկն է նաև միավորել տարբեր օրենքներում եւ իրավական ակտերում ամրագրված ներդրողների իրավունքները եւ երաշխիքները եւ դրանք սահմանել մեկ իրավական ակտում ներդրողների համար պարզ, թափանցիկ եւ կանխատեսելի իրավական միջավայր ապահովելու նպատակով։ Ընդ որում, օրենքով սահմանված այս երաշխիքներից օգտվելու երաշխիքներից օգտվող ներդրումները շարունակելու են պաշտպանված մնալ տվյալ երաշխիքներով, օրենքով սահմանված երաշխիքների ծավալում կատարված փոփոխություններից կամ դրանց վերացումից հետո 5 տարվա ընթացքում։ Նախագիծը սահմանում է ներդրումային խթանների, արտոնությունների տեսակները, դրանց նպատակները, բնույթը, կիրառման իրավական հիմքերը ու այլ մեխանիզմներ։ Մասնավորապես, ներդրումային խթանները կարող են լինել ֆիսկալ, հարկային մաքսային, ինչպես նաև պետական պարտադիր այլ վճարների գծով, ֆինանսական աջակցության, պարզեցված վարչարարության, ենթակառուցվածքային, հողամասերի ձեռքբերման աջակցության, ենթակառուցվածքի կառուցման կամ զարգացման, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված այլ ձևերով։ Նախագիծը սահմանում է նաև ներդրումների ոլորտում ինստիտուցիոնալ շրջանակը, այդ ոլորտում կառավարության եւ լիազոր մարմնի իրավասությունները, ներառյալ համապատասխան միջոցառումներ իրականացնելու համար անհրաժեշտ լիազորող նորմերը։ Նախագծի ընդունմամբ կձևավորվի ներդրումային հստակ եւ կանխատեսելի իրավական միջավայր ժամանակակից միջազգայինորեն ընդունված ստանդարտների հաշվառմամբ, որը հնարավորություն կտա Հայաստանին բարձրացնել իր միջազգային ներդրումային վարկանիշը եւ մրցունակությունը, ներդրումային գրավչությունը եւ խթանել կայուն ու ներառական տնտեսական աճ։ Շնորհակալություն այսքան